Հայաստանում ադրբեջանցիների սողացող ներկայությունն է օրինականացնել փորձում Փաշինյանը։ Ինչքան հասկացա, սենսացիա է դարձել։ Նա շատ հանդարտ հորդորում է սենսացիա չդարձնել այն, որ 4 ամսում 2 անգամ ադրբեջանցի մասնագետներ են եկել Հայաստան։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը եւ աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում եւ եւս մեկ այցել է եղել, որի մասին էլ եղել է հաղորդագրություն 2026 թվականի հունվարի 15-ին։ Հաղորդագրություններ իսկապես հրապարակվել են, մեկը արտաքին գործերի, մյուսը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության էջում։ Միայն թե զուտ արարողակարգային այդ տեքստերում գրված է ընդամենը, որ մի դեպքում կողմերը քննարկել են սահմանազատման ու ականազերծման, անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր, մյուս դեպքում, որ զննել են երազ-Խսադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի վիճակը։ Էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, այդ թեմաներով աշխատում ենք։ Որ ադրբեջանցիները հստակ որոշել են, թե մեր երկրի տարածքում հատկապես որտեղ պետք է էլեկտրասյուներ տեղադրեն, հնարավոր չէ դուրս բերել տարածված հաղորդագրություններից։ Բայց այդ մասին շատ հստակ խոսել էր Ադրբեջանի նախագահը Նախիջևանում։ Ermənistan ərazisində Հայաստանի տարածքում մեր մասնագետների անցկացրած վերլուծության արդյունքում նույնիսկ վայրեր են որոշվել, որտեղ պետք է էլեկտրասյուներ տեղադրվեն։ hətta yerlər Հուսով եմ, որ հայկական կողմն էլ չի ձգձգի այս հարցը։ Ալիևը գրեթե վստահ է, որ Հայաստանը չի էլ ձգձգի, որովհետև շատ լավ գիտի, որ մոտ է իր երազանքներից եւս մեկի կատարմանը՝ Հայաստանի ատոմակայանի փակմանը։ bugün əsas Այսօր նրանց հիմնական էներգակիրը ատոմային էլեկտրակայանն է, որը հնացել է եւ վտանգ դարձել ամբողջ տարածաշրջանի համար։ onların əlində deyil. Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերշինել։ Վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Üçün təhlükə mənbəyi. Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը լիովին կմատնվի էներգետիկ ճգնաժամի։ Փաշինյանն էլ արդեն հիմա պատրաստում է հայ ժողովրդին էներգետիկ ճգնաժամի։ Մենք միջև բոլորովին վերջերս մենք խոսում ենք, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ։ Նա իհարկե չի ընդունում, թե Ադրբեջանի պահանջով է հրաժարվում ատոմակայանից։ Շահագործման ժամկետի ավարտի թեման արձանագրված է այդ թվում Հայաստանի միջազգային պայմանագրերում։ Ինչպես չի ընդունում, որ սահմանադրությունն է մտադիր փոխել Ադրբեջանի պահանջով։ Պարզապես այդպես է ստացվում, Փաշինյանի ու Ալիևի ցանկությունները համընկնում են։ Հանգամանքները, արևի դիրքը երկիր մոլորակի նկատմամբ ամեն ինչ բարենպաստ պայմաններ է ստեղծում, որ կյանքը Ալիևի գծած հունով ընթանա։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։